Փորձել եմ հասկանալ, էլի, լավ, ի վերջո այն ծրագիր կոչվածը, որ այստեղ հպարտորեն հայտարարում եք, սահմանադրական այդ պահանջը, որ կառավարությունը պարտավոր է իր ծրագրով շարժվել։ Լավ, ձեր վերաբերմունքը ո՞րն է այդ փաստաթղթին։ Դուք էլ եք նույն ձևով ասում, որ դե այդ փաստաթուղթը գրել ենք այն ժամանակ, հիմա իրավիճակ է փոխվել, ինչ կարող ենք անել։ Եվ դա համարում եք ժողովրդավարություն։ Համարում եք ժողովրդին տված խոստման կատարում։ Համարում եք, որ դուք այնքան դեմոկրատ եք, որ հանդուրժում եք ընտրություններում ընդդիմադիր ուժերի հաղթանակ, բայց հետո սկսում եք քրեական կեղծ մեղադրանքներով քաղաքական հետապնդումներ։ Սա է ձեր պատկերացած ժողովրդավարությունը։ Ով ընդդիմադում է Նիկոլ Փաշինյանին, կամ քրեական գործով է անցնում, կամ պատգամավորական անձեռնխելությունից է զրկվում, կամ եթե պատգամավոր չի, ընտրված չի, անպայման մի 2-3 sense կողքերից պոզ աճում են եւ մեղադրվում է այդ մարդը պոզավոր լինելու մեջ։ Ուրիշ որևէ այլ բացատրություն չկա։ Կամ հենց տեսնում եք, որ որևէ այլ բացատրություն չկա, էլի հիշում եք թալանները նախկինների։ Բայց այդ թալաների մասին ով պիտի խոսի։ Իսկ ընդունում եք, որ նախկինները թալանել են։ Իհարկե նախկինում թալան է եղել, հիմա էլ է շարունակվում, Իսկ պարոն Ռուբինյան, դուք ավելի լավ է 004 շրջաբերականի տալուց առաջ, նախ ասեք քանի շրջաբերական ունենք, եւ դրանցից առաջ լավ կլինի ընդհանրապես ասեք քլեչը ոնց է, ինչ է ասում ձեր ականջին, ի վերջո դուք պարլամենտական երկրում զբաղեցնում եք ազգային ժողովի փոխնախագահի պարտականությունով հաշվետու է։ Էլ եք ասեք, օրինակ քլեչը ես էր ասում ձեր ականջին, կամ ձեր ականջին չեր ասում, ինչ-որ տեղեր ասում, որ հասկանանք, թե չէ ընկել եք տարբեր շրջաբերականների հետ, ավարտելով խոսքս, վերջին նախադասությունն եմ այսօր ուզում ասել։ Պարոն Փաշինյան, ես ձեզ ճանաչել եմ շատ վաղուց, գիտեմ, որ շատ հաճախ դուք քայլեր եք անում, հետո նոր եք հետ գալիս, մտածում պետք էր այդ քայլը, թե չէ։ Մի անգամ խնդրանք ունեմ ձեզ, այս անգամ, էլ եք այս ամբյոնից ու ասեք, որ ժողովուրդ, ես հեռանում եմ, հրաժարական եմ տալիս, գնացեք, ընտրեք ձեր ուզածներին, թող այդ մարդիկ կան և ձեզ ներկայացնեն այն բանաձևը, որը Հայաստանը այս վիճակից դուրս կբերի։ Մի համարեք, որ դուք վերջին ճշմարտությունն եք, դուք ոչ միայն վերջին ճշմարտությունը չեք, դուք նախավերջին անգամ ճշմարտությունը չեք ձեր այս իրականացված գործողություններով։ Մի վարկյան, հանգիստ։ Հիմա ուրիշ բան է ես անդրադառնամ։ Նաև պատահական չի, որ մեր դաշնակցական գործընկերները հիմա սենց ավելի են փորձում ակտիվանալ, որովհետև իրանք ըստ էության շարժվում են 004 շրջաբերականի տրամաբանությամբ։ Օրինակ պատահական չի, որ իրենց աջակցությամբ այսօր Գյումրիում քաղաքապետ ընտրված Վարդանիկը, ինքն իրեն է այդպես անվանում, ամենայն հարգանքով Վարդանիկը, այսինքն կոմունիստ հավատացյալ Վարդանիկը, եւ ես կարծում եմ, որ սա նոր խոսք է համաշխարհային քաղաքագիտության մեջ, հայտարարեց, որ ինքը կողմ է, որ Հայաստանը Բելարուսի օրինակով դառնա միութենական պետության մաս։ Ինչ է իդեպ Դաշնակցության 004 շրջաբերականի ուղիղ իրագործումն է։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ, այստեղ հնչեց որ Դաշնակցությունը ինչ կոմունիստների հետ ինչ կապ ունի։ Ձեր ցավը տանեմ, ախր դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտուրքերի հետ, դուք համագործակցել եք Սուլթանի հետ, դուք համագործակցել եք հնչակների հետ, դուք համագործակցել եք կոմունիստների հետ, հանրապետականների հետ, ՔՊ-ի հետ էլ, ինչ ասեմ, սենց փորձում եք համագործակցեք, բայց կեսից որոշեցիք, որ մենք ձեր բանի, այն ավանդական կոալիցիոն գործընկերների պես չենք, տենց որոշեցիք գնալ ձեր ճանապարհով։ Բայց հա, դուք բոլորի հետ կհամագործակցեք, դուք խնդիր չունեք դա անելու, հասկանում եք։
տեսեք, ասում է քաղաքական ուժը ուրիշ ինչ պետք է անի, հեչ ոչ մի բան, քաղաքական ուժը պետք է բոլորի հետ համագործակցի, պետք է նույն հարցի շուրջ 10 իրարից հաջորդ բան տարբերվող դիրքորոշում հայտնի, պետք է երկիրը անկախանալու ժամանակ դեմ արտահայտվի անկախությանը, հետո բոլորին ասի, որ դուք դավաճաններ եք եւ սրիկաններ եք։ Այս պետք է անի քաղաքական ուժը։ Արանքում էլ պետք է կոալիցվի Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց երբ որ Ռոբերտ Քոչարյանի բանը Թիկնազորը տանդազանանի եւ սպանի դաշնակցության ներկայացուցիչ մի հատ ծպտուն չհանի, պետք է փալանի ժամանակ կոալիցիայի մեջ լինի դաշնակցությունը ու մի ծպտում չհանի, սենց, հիմնականում սենց։ Այնպես որ հարգելի գործընկերներ, խնդրում եմ գոնե ազնիվ եղեք ու մի բան արեք, էլի ձեր հստակ դիրեկտիվը տրված 004 շրջաբերականով մի քողարկեք հայրենասիրության տակ, այս ինչի տակ, այն ինչի տակ։ Ձեր ուժը նպատակաուղված աշխատում է Հայաստանի անկախության դեմ, ձեր նպատակը Հայաստանի անկախության վերացումն է, ու դուք աշխատում եք այդ ուղղությամբ, բայց ես ձեզ ուզում եմ ասել, բայց ես ձեզ թող լսի ձեզ դատախազությունը, բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ ձեր մոտ սա այս անգամ չի հաջողվելու, ոչ ձեր մոտ է հաջողվելու, ոչ ձեր տարբեր կոալիցիոն գործընկերների մոտ է հաջողվելու տարբեր տարիների, ընդերից մինչև ընդեղ։